Բարև ձեզ, ես Գայանե Մնացականյանն եմ, Վիտամեդ բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգը։ Այսօր կխոսեմ անցանկալի հղիություններից պաշտպանման մեթոդների, հակաբեղմնավորիչների մասին։ Հակաբեղմնավորիչ մեթոդները տարբեր են, եւ նրանց ընտրությունը չափազանց ինդիվիդուալ է ցանկացած պացիենտի համար։ Հակաբեղմնավորիչ մեթոդները կարելի է պայմանական բաժանել մի քանի խմբի։ Մեխանիկական պաշտպանող մեթոդներ, բարիերային մեթոդներ, հորմոնալ մեթոդներ, վիրաբուժական մեթոդներ եւ վերջերս լայն կիրառում ստացած իմպլանտոմներ, որոնք եւս ներառվում են հորմոնալ հակաբեղմնավորիչների շարքին։ Բարիերային մեթոդների շարքին են պատկանում կանանց համար նախատեսված հեշտոցային կալպակները, որոնք տեղադրվում են հարաբերությունից առաջ եւ պաշտպանում են անցանկալի հղիությունից։ Հորմոնալ հակաբեղմնավորիչների դասին են պատկանում օրալ հակաբեղմնավորիչ հաբերը եւ ինչպես նշեցի, իմպլանտոմները, որոնք ներմաշկային տեղադրում ունեն եւ ապահովում են 5-ից 7 տարի հուսալի պաշտպանություն անցանկալի հղիությունից։ Հորմոնալ հակաբեղմնավորիչների շարքին են պատկանում նաեւ հորմոնալ ներարգանդային պարույրները։ Մեխանիկական մեթոդների շարքին են պատկանում հեշտոցային հաբերը եւ ներարգանդային պարույրները, որոնք ունեն մետաղական ծագում։ Մետաղական ծագում ունեցող հակաբեղմնավորիչները եւ ներհեշտոցային հաբերը ունեն սպերմատոցիտ ազդեցություն, այսինքն սպերմատոզոիդների շարժունակության եւ կենսունակության վրա են անդրադառնում, ինչ կերպ եւ պաշտպանում են անցանկալի հղիությունից։ Ամենավերջում կնշեմ վիրաբուժական մեթոդի մասին, որը անվերադարձ կոնտրացեպտիվ մեթոդ է եւ որին դիմելը խիստ եւ հստակ ցուցումներ է պահանջում։ Պետք է միշտ հիշել, որ ցանկացած կոնտրացեպտիվ մեթոդ 100% չի պաշտպանում անցանկալի հղիությունից։ Անցանկալի հղիությունից պաշտպանվելը պարտադիր է, որովհետև բազմակի անցանկալի հղիությունների ընդհատումները անդառնալի հետևանք են թողնում կնոջ սեռական եւ ռեպրոդուկտիվ առողջության վրա։ Իրազեկված լինելը եւ ճիշտ հակաբեղմնավորիչ մեթոդ ընտրելը պաշտպանում է ձեզ եւ ապահովում է ձեր սեռական առողջությունը։